Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, Էդվարդ Անտինյան, յութուբյան ալիք։ Ողջունում եմ ձեզ համայն հայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հունվարի 25-ն է 2026 թվական։ Երեկ Նիկոլ Փաշինյանը մի հայտարարություն էր արել, անդրադարձա, բայց արդեն ժամանակը շատ էր, չէի ցանկանա մի քիչ շատ հոգնեցնեմ, խոստացա այսօր անդրադառնամ, որովհետև դա մի փոքր անդրադառնալու կարիք կա եւ անցնենք մնացած թեմաներին, բավական շատ թեմաներ ունենք։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը հայտնել է. «Շտապ եմ ուրախությունս կիսել ձեզ հետ։ 2025 թվականին 8660 Հայաստանի Հանրապետության քաղաքացի ավել է մուտք գործել մեր երկրի տարածք, քան ելք է գործել Հայաստանից։ Սա մի փաստ է, որով արժի, որ միմյանց շնորհավորենք։ Նաեւ մտածենք, ինչն է այս վիճակագրության պատճառը։ Կարծում եմ երկու ակնհայտ պատճառ կա, դրանցից մեկը խաղաղությունն է, երկրորդը խաղաղության պայմաններում տնտեսական զարգացումը»։ Հետո ինքը շարունակում է, որ սա դեռ առաջին տարին է խաղաղության, հետագայում նման հաջողություններ շատ կունենանք եւ շտապում է ինքը մեզ շնորհավորել։ Այն որ մեր Հայաստանի քաղաքացիները Հայաստան են եկել ավելի շատ լավ է, բայց խնդիրը ուրիշ է, դա այդ ձևի կարելի է այտենց խոսել, բայց երկրի վարչապետը տենց չպետք է շտապի նման բան ասի եւ պետք է մի քիչ խորանա, որովհետեւ դրա արդյունքում մենք պետք է մտածենք Հայաստանը ինչ ունի պլանավորելու, սա ինչ գործողություն է, այս որ գալիս են, սա ինչ է նշանակում եւ պետք է ուշադրություն դարձնել, որ այդ 2025 թվականը այդ ամբողջ տարին ինչպիսի դաժան պայքար էր սկսել Դոնալդ Տրամփը ապօրինի միգրացիայի հարցում, ոչ միայն ապօրինը, շատ-շատերը Ամերիկայում գտնվող ցանկացած ինչ-որ պատճառ գտնելով մտածում են արտաքսեն երկրից հազար ու մի խնդիրներ կա, այսինքն եւ դա միշտ sense կոշտ ձևով գնացել է։ Կար Իրանում պատերազմ, որի արդյունքում կարող էին մեր հայրենակիցները գալ։ Մերձավոր Արևելքում տեսնում ենք վիճակն ինչպիսին է, Սիրիան անցավ Թուրքիայի տիրապետության տակ, եթե նույնիսկ համեմատաբար խաղաղ է, այնուամենայնիվ հայ բնակչությունը կարող է այդքան էլ հանգիստ չզգալ։ Լիբանանը տեսնում ենք ինչքան խառն է, ամենօրյա պատերազմական իրավիճակ, բախումներ եւ այլ եւ այլ։ Եվրոպան շատ լուրջ ձևով միգրացիոն քաղաքականությունը խստացնում է։ Մանավանդ տեսել ենք, որ վերջին ընտրությունների ընթացքում շատերը տուժում են հենց նրա համար, որ այդ առիթը օգտագործում են քննադատողները եւ ասում են, որ տեսեք, բերել եք ձեր լիբերալ վերաբերմունքը ծայրահեղ հանգեցրել է նրան, եկել են երկիր են լցվել, մեր փողերն են ստանում եւ այլ եւ այլ։ Դրան գումարած Ռուսաստանը շատ կատեգորիկ կերպով սկսեց ճնշել Կենտրոնական Ասիայի եւ Հարավկովկասյան երկրներին, ինչի համար, որովհետեւ նա համարում էր ինչքան էլ կան Ռուսաստան, Իրան շատ մեծ թիվ է պետք աշխատուժի կարիք ունի, շատ մեծ, մանավանդ միլիոնից ավել մարդ տարել կոտորել Ուկրաինայում եւ դա շարունակվում։ Հասկանալի է, անհատապես մարդը Հայաստանից կամ Ղազախստանից գնում է Ռուսաստան, դրանով հարցը չի լուծվելու, այսօր կգնա, վաղը չի գնա։ Պետք է պետական որոշում, պետական քաղաքականություն։ Այն ինչ որ չինացիներին հանձնել է, դե այդ գիտենք, այդ նոր պատմություն չի։ Բայց հիմա ուղղակի գնաց Նարենդրա Մոդիի հետ հանդիպեց Պուտինը եւ պայմանավորվեց, որ կանաչ ճանապարհ հնդիկների առաջ։ Բերեք, լցրեք 100,000-ներով, բայց իրանց պատվերը միլիոնավոր է, պատվերը, որ հնդիկները գան ու մանավանդ արտոնյալ ռեժիմ ունեն հնդիկները եւ չինացիները, նրանց չեն տանում պատերազմ տանում էին հարավային Կովկասից գնացածներին եւ կենտրոնական Ասիայից գնացածներին։ Այսինքն ստացվեց այնպես, որ թե Եվրոպայում, թե Ռուսաստանում, թե Միացյալ Նահանգներում միգրացիոն քաղաքականությունը խստացավ միաժամանակ։ Դրան գումարած նաև պատերազմական իրավիճակ մեր հարևան Իրանում, Մերձավոր Արևելքում։ Սա ինչի համար եմ ասում։ Այսինքն պետք է նստել եւ ուսումնասիրել, որ հասկանալ իրականում ինչ է կատարվել, որ ամիսներին են եկել, որ երկրներից են եկել եւ իմանանք եկել են մնալու են, թե գնալու են։ Բացի դրանից, եթե միտեղից գալիս էին, հետո ուրիշ տեղ էին գնում, եթե Հայաստանում չէին հարմարվում։ Իսկ հիմա գործնականում գնալու տեղ չկա, որովհետեւ խստացնում են բոլորը։ Դա պետք է պետությունը պլանավորի հասկանալու համար, որպեսզի իր քայլերի մեջ մտածի, սա տենդենց է, գալու են, ինչա տեղի ունենալու, աշխատատեղի խնդիր է առաջանալու, գնաճ է առաջանալու, վարձավճարներն են բարձրանալու տների, ինչա տեղի ունենալ, տների գներն են բարձրանալու, կյանքն է թանկանալու, բայց արդյունքում մենք ինչ ենք ունենալու։ Այդ բոլորը լրջագույն հաշվարկի հարցը պլանավորել, հասկանալ, ումից է սպասում, ինչու է սպասում, ինչ է տեղի ունենում։
անգամ 24 թվականին էր սկսվել այդ process-ը Ֆրանսիայում, երբ որ ընտրությունների ժամանակ ստորին պալատի ընտրություններում գործող նախագահը կուսակցությունը պրոբլեմներ ունեցավ, հազիվ էր մնացել, որ իրան արդեն վաղաժամկետ հրաժարականի հարց տնեին Էմանուել Մակրոնին, հազիվ կարողացան ինչ-որ ձևով կարգավորել, չնայած որոշակի կորուստներ ունեցավ ընտրությունների արդյունքում։ Ուզեմ ասեմ, դա process է, որը 2025 թվականին ընդգծված ձևով եղել է։ Հիմա մենք պետք է հասկանանք, եթե շատ արագ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ սա խաղաղության արդյունք է, էլ որ վերլուծաբանը նստի խորքային վերլուծություն կանի եւ կասի ժողովուրդ ջան, պատճառը դա չի, պատճառը սա է, որովհետև Դոնալդ Թրամփին Կանադայից գնաց ներողություն Մեքսիկայով գնացածներին բոլորին բռնեցին, բանտերը կոխեցին, հետ ուղարկեցին ու ասին նույնիսկ չգաք հասնեք սահման, խնդիր եք ունենալու։ Շատ-շատերը այլևս հետ դառան ու եկան, նրանք ովքեր արդեն երկրից դուրս էին եկել ամիսներով։ Այս ամեն ինչը վերլուծություն է պետք։ Մի հատ միտք ձեզ ասելու համար աշկերներս քորաստում ենք, տասնյակ ժամով նստած նյութեր ենք հավաքում, որպեսզի վերլուծություն անենք, ասենք այս ինֆորմացիան ոնց է համադրվում մյուս ինֆորմացիաների հետ, ոնց է համադրվում անցյալում տեղի ունեցածի հետ, ոնց է դա ապագայի վրա ազդեցություն ունենալու, ասես պարզունակ ձևով կարելի է խնդիրը նայել, ես սա ծառայացնել որպես գովազդային հոլովակ, հա ժողովուրդ ջան, եթե շատ են եկել, սա պատճառը ոնց հասցրեցիր, թվերը դրեցին սեղանիդ ու դու արդեն պատճառը գիտես ինչ են եկել։ Այն ոնց եղավ դա, էլի այդ պատճառը դու ոնց պարզեցիր, որևէ մեկի վերլուծությունը սեղանիդ դրացեր, թե չէ, շտապենք իրար շնորհավորենք։ Ուղղակի սա ուզեմ ասեմ, որ այս պարզունակ մոտեցումը զուտ նախընտրական sense PR ակցիաները չի նպաստում, որ մենք իմանանք իսկապես, եթե մեր հայրենակիցները գալիս են իհարկե լավ է, բայց իմանանք պատճառը, որ նա եկել են, մնալու են, եկել են, եթե ձև ունենան, գնալու են, ինչ խնդիրներ առաջանում, աշխատատեղի խնդիր է, ապրուստի հազար ու մի հարցեր կա, չէ՞ որ Ռուսաստանում կռիվ եղավ, ավելի շատ մարդիկ եկան, բայց ոնց որ եկան շատ-շատերը գնացին։ Տարիներ առաջ Սիրիայից եկան, ստեղ ուզում էին մնան, հետո ասին ժողովուրդ ջան, ոնց որ մեր մոտ ավելի լավ էր, չնայած կրակում են, բայց ավելի լավ էր, քան Հայաստանում։ Մենք այդ ամեն ինչը տեսել ենք, չէ՞, մենք պետք է կարողանանք դա գնահատենք։ Իսկ հիմա նայենք աշխարհում ինչ է կատարվում, որովհետև այս երկու օրը լայնորեն քննարկվում է, նախորդ օրվա ասածը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, եթե նավահանգապետ Քարնին կարծում է, որ Կանադան վերածում է Չինաստանի համար մուտքի նավահանգստի ապրանքներ ԱՄՆ տեղափոխելու համար, նա սխալվում է։ Չինաստանը ամբողջությամբ կուլ գտա Կանադան, ամբողջությամբ կոչիչացնի այն, ներառյալ նրա տնտեսությունը։ Եթե Կանադան համաձայնության գա Չինաստանի հետ, ապա անմիջապես կբախվի ԱՄՆ մտնող բոլոր կանադական ապրանքների վրա 100% մաքսատուրքի, գրել է Թրամփը։ Հիմա տեսեք ինչ է այս քանի օր այս նույն թեման անընդհատ քննարկում Թրամփի ասած։ Նախ նորից ինքը հերթական անգամ անհար գալիս դիմում նահանգապետ վարչապետին Կանադայի եւ երկրորդ, եթե դու ճնշում ես նրան, ասում ես առանցից դու չես ապրի, դու խնդրեմ ունես, քո անվտանգությունը ես եմ պահում, բայց մարդու ինչ ես նեղանում, որ ասի իմ անվտանգությունը ով է վտանգում, Չինաստանը, դե գնացել է Չինաստանի հետ խոսում, ասում անգեր, կարանք իրար հետ լավ լինենք, քո իմ անվտանգությունը չվտանգվի, ասում հա, դե ասում արի պայմանագիր կնքենք, բայց Դոնալդ Թրամփը ինչ է հուզվում։ Դու ինչի ես տենց բան անում, ուզում ես Չինաստանին բերես մտցնես այդ տարածք, որ Չինաստանին մտցնես, գիտես ինչ կլինի եւ այլ, այս ամբողջը ինչից է առաջանում։ Այդ ամբողջը առաջանում է, որ մարդուն ճնշում ես, ասում ես քո անվտանգությունը ես եմ պահել։ Սա Ռուսաստանի քաղաքականությունն է, որը զզվեցրել է կենտրոնական Ասիայի երկրներին եւ հարավկովկասյան երկրներին, ուղղակի զզվեցրել։ Ես եմ արել, ես եմ ձեզ պահել, դուք բոլորդ ինձանից կախված եք, դուք գնալու տեղ չունեք եւ այլ եւ այլ։ Եվ Հայաստանը եւ էլի երկրներ ասել են, չնայած Ռուսաստանը մեր հարևանն է, գնանք Եվրամիություն, եթե նույնիսկ ցամաքային սահման չունենք, գնանք Ամերիկայի հետ, եթե օվկիանոս է մեզ բաժանում, պրծնենք այս ամեն ինչից, այս լարված, հիմա այսօր նույն բանը անում է Դոնալդ Թրամփը իր համար բարեկամ պետությունների հետ կապված։ Այսօր ես եմ արել, Եվրոպային ես եմ պահում, Կանադային ես եմ պահում, նրանք էլ ասում են, դե որ տենց արի այլընտրանք մանգանք, հենց այլընտրանք են մանգալի, հուզվում է։ Եվ Եվրոպա, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ կոնֆլիկտը հասկանանք, էլի սա առաջի դեպքը չի, որ սենց բանակատարան, պարբերաբար դրա համար ինչ ենք անդրադառնում նաև պատմական փաստերին, լինելով ես տնտեսագետ, եթե վերլուծություն ես անում, պատմական ու աշխարհագրական պատկերացում չունես գոնե նվազագույն, այդ վերլուծությունը ինչի է նման։
եղավ չէ, որ Բյուզանդիան արևելյան հռոմեական կայսրությունը շատ իրան ուրիշ ձևի պահեց եվրոպական երկրների հետ, նրանք էլ արդեն կրակն էին ընկել նրա ձեռը, մտածում են տոլավ է դո տապալվի չգիտես ինչ ելնի եւ ամեն անգամ մտածում են ոնց կարող են վայրի ցեղերին, ոնց կարող են թուրքերին կամ թուրքերի նախնիներին օգտագործել մեկը մեկի դեմ եւ այլ պրսնել այդ ամեն ինչից ոչ մեկը չի ասում որ Բյուզանդիան իրան լավ ապահել իր քրիստոնյա բարեկամների հետ, հարևանների հետ, երկրների հետ։ Այդ լավ գիտենք ինչա, բայց արդյունքում ինչ ստացվեց, ասեցին այմար եւ պետք է քեզանից պրծնենք, իսկ ումով պրծան, թուրքով, չէ։ Հիմա ներվերները հանգստացավ, պատժվեց Բյուզանդիան, որ 1453 թվականի մայիսի 29-ին Մահմուդ II մտավ Կոստանդինապոլիս։ Վերջ, ներվերները հանգստացավ։ Արդյունքում մենք ինչ ունեցանք։ Մի քանի տեղ ուսուցանելի բաներ կա, էլի, դա մենակ զուտ մենակ այդ էպիզոդը չի։ Առաջինը, որ հունգարացի զինագործ Ուրբանը, որ մի հատ թնդանոթ էր սարքել մեծ բազիլիկան, որ եկավ Կոստանդինոս II-ին դեռ 11-րդին ներողություն, մի տարի առաջ 1452 թվականին եկավ, ասեց կայսերն ապրածքենա մի հատ լավ թնդանոթ ունեմ, էլի պատերա քանդում, ամրոցի կուզես, ասես ինչի՞ս է պետք, ես ամրոցի մեջ նստած եմ, դա իմ ինչին է պետք։ Դե ասեց քեզ պետք չի, ուրեմն գնանք նրա վրա ծախենք, որ ամրոցի պատերը քանդելու է, ու տարավ Մահմուդ II-ի վրա վաճառեց։ Արդյունքում այդ տվեցին պատերը քանդեցին եւ արդյունքում Կոստանդինապոլիսն ընկավ, չէ մասի որ զուտ այդ հարվածներից ընկավ, որովհետև տարբեր պատճառներ կան, մեկ որ կարող է իսկապես Միշնաբերդի դուռը բաց թողած լինեն, մեկ կարող է ենթադրենք այլ պատճառներ, բայց այդ պաշարումից, այդ հարձակումից երկար դիմանալ չէր կարող Կոստանդինապոլիսը։ Համարենք, որ դա ուղղակի որպես էպիզոդ ուսուցանելի նրա համար, որովհետև մի բան քեզ պետք չի, բայց տանելու են վաճառեն հակառակորդիդ վրա, եւ հակառակորդը օգտագործել ակու դեմ, ավելի լավ է, եթե պետք չի առնես, որպեսի հակառակորդը չառնի։ Սա ուղղակի քայլ է, որը որ պետք է ուղղակի կողմնորոշվեն, որովհետեւ առաջինը իմիջիալոց զինագործը եկել էր քեզեր առաջարկել։ Դու կարող ես առնել եւ հակառակորդը չառներ, նա 100 հատ չուներ, այդ մի հատն էր։ Եվ երկրորդը եւ հարուստները Կոստանդինապոլիսի ինչ էին անում, բանանաց պետք էր քաղաքը պահել։ Ոնց էին մտածում։ Այմար դե ով էլ գա հետը լեզու կգտնենք էլի։ Էլ ինչ ենք փող ծախսում պաշտպանության համար։ Այո, եկավ, որպեսի լեզու գտնեք։ Եկա սաղից սրիկ հաշեր ունեցած չունեցածնել գրավեց։ Այդ վաղ խելքները գլուխները եկավ, չէ։ Ինչի նույնն է այսօր Հայաստանում 21-րդ դարան նույն ձևի չեն մտածում։ Այն մարդով էլ իշխանություն լի կգնանք հետը լեզու կգտնենք, էլ ինչ խնդրեմ ունենք որ։ Կամ մթամիջ խնդիր է որ մտածենք իզուր անտեղի տեղը չարչարվենք կամ էս անենք կամ այն անենք։ Կամ էլ թե չէ մի Թուրքիա հետ լավ կլինեն, թող Թուրքիա հետ լավ լինի մեր իշխանությունը։ Թուրքիա հետ լեզու կգտնենք։ Ոչ, Ժորժ ջան, թուրքը չի գալի քո հետ ապրելու, թուրքը գալիս է քո տեղը ապրելու։ Եվ այդ օրինակը մի հատ նայենք, որպեսի վաղը մյուս օրը պատկերացնենք, թե եթե որ մտածում եք, որ մեր ինչին է պետք, ով էլ գա, փող ունենք, կգնանք հետը լեզու կգտնենք։ Ոչ, կարող է գան եւ լեզու չգտնես, ունեցածը ձեռիցը տառնեն, սկսած հայրենիքից։ Սա էլ ուղղակի դաս է նրա համար, որ հետո երբ որ իրար կերան ներվերները հանգստացավ, որ Բյուզանդիան վերացավ, դրանից հետո արդյունքում ինչ ստացվեց, այդ եվրոպական երկրները չէին կարող միջերկրական ծովով գնան իրանց առևտուրը անեին, գնային հասնեին մինչև Չինաստան, Հնդկաստան։ Բայց ինչը պատճառ դառավ, որ այլընտրանքային ճանապարհներ էին որոնում։ Բայց ինչը ստիպեց, որպեսի պորտուգալացիները մտածեին, որ շրջանցեին Աֆրիկան։ Առաջինը դա փորձեց Բարտոլոմեո Դիաշը, չէ, որ գնաց բարեհուսո հրվանդանով էլ անցավ, գնաց հասավ ժամանակակից Պորտ Էլիզաբետ, այսինքն արդեն հնդկական օվկիանոսի ափին հարավ-աֆրիկյան հանրապետության տարածքում, հետո հետ եկա, բայց արդեն համարեցին, որ ճանապարհը իրանց համար հասկանալի է այնտեղից Հնդկաստան գնալու, որտեղ այլևս Օսմանյան Թուրքիայի տարածքով իրանք չէին կարողանում նորմալ առևտուր անեն։ Այդ ամբողջը արդեն գցեցին թուրքերի ձեռը, չէ։ Եվ 1487-88 թվականներին, երբ որ պորտուգալացիները այդ ճանապարհը բացեցին, բայց ամբողջությամբ տեղ չէին ասել, եւ այդ պրոյեկտը կար, չէ։ 1492 թվականին Քրիստոֆոր Կոլումբոսը գնաց, որ Ամերիկան հայտնագործիչ է։ Իհարկե դրանից հետո պորտուգալացիները նաեւ
Վասկո դա Գաման արդեն Կոլոմբոսից հետո 1497-99 թվականին գնաց Հնդկաստան, բայց եւ միևնույն ժամանակ ինչն էր ստեղ խնդիրը։ Խնդիրը կայանում էր նրանում, որ այս Ամերիկան հայտնագործվեց նաեւ այն պարզ պատճառով, որ եվրոպացիները իրար կերան եւ իրանց հնարավորությունները տվեցին թուրքերին։ Էդ էլ ուղղակի հաշվի առնել է հանգամանքը, որ այսօրվա դրությամբ, երբ որ նայում է Դոնալդ Տրամպը բոլորին երեսով տալու չգիտես ինչ, այդ մարդիկ ստիպված չլինեն Չինաստանին դիմեն։ Երեք Օսմաններին են դիմել, այսօր Չինաստանին չդիմեն քեզանից պաշտպանվելու համար։ Դրա համար ենք ասում պատմությունից դասեր քաղեք, էլի։ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Օրեշկինը մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, որ Մոսկվան կարող է Ռուսաստանի սառեցրած ակտիվներից $1 միլիարդ փոխանցել Խաղաղության խորհրդին, հայտարարել է. ԱՄՆ-ում սառեցրած $1 միլիարդ ակտիվները դեռևս պատկանում են Ռուսաստանին, եւ եթե դրանք ապասառեցվեն, ռուսական կողմը կհրապարակի հրահանգներ այն մասին, թե ինչպես է նպատակահարմար համարում օգտագործել այդ միջոցները։ Հիմա տեսեք ինչն էր։ Պուտինի արած ժուլիկությունը որն էր։ Հա, ասма պատրաստ ենք այդ $1 միլիարդը տանք, եթե այդ սառեցված գումարը ապասառեցնեք։ Մեկը գիտի այդ փողը կորած փողը, ապասառեցրեք տանք։ Բայց արդյունքում ինչ է ստացվում։ Անմիջապես շտապում է իր աշխատակազմի ղեկավարի տեղակալն, ասում է ոչ, դուք ապասառեցրեք, մենք կորոշենք, կտանք թե չենք տա։ Եթե դուք ապասառեցնեք $1 միլիարդ, մենք այդ դեպքում կարանք ասենք, բան չես ապասառեցրել։ Բայց չես մյուսներն էլ ապասառեցնում։ Պատճառը որն է, որ այդ մեկը քեզ էինք տալու։ Բավական է դու մի հատ ապասառեցման քայլ արեցիր, դու որևէ հիմնավորում չես ունենալ, թե մյուսները ինչ չես ապասառեցնում, որտեղ եթե դու սառեցրել ես ուկրաինական պատերազմի պատճառով, պատերազմը շարունակվում այն չես ապասառեցնում, հա այդ փողը քեզ է պետք։ Այդ դրա համար հիմա տեսակ հարցը որն է, ինչու համար, որովհետև Խաղաղության խորհրդի հետ կապված, որ ասում ենք այդ թղթի կտորն ու այդ անլրջությունը 3 տարով ասում նրանք ովքեր անդամ կլինեն, 3 տարի հետո նրանք արդեն ովքեր մշտական անդամ կլինեն $1 միլիարդ պետք է վճարեն, մյուսները 3 տարի։ Դոնալդ Տրամպի պաշտոնավարումը 3 տարի հետո ավարտվում է եւ ինքը ասում է դրանից հետո որ ես կմնամ նախագահ, այդ կառույցի ղեկավար, բայց Ամերիկայի նախագահ չեմ ալի եւ կշարունակեմ դա անել։ Այդ դեպքում $1 միլիարդ վճարեք, որ մշտական ելնում են պաշտոնաթող նախագահի կառույցի հետ կապված։ Որևէ մեկը այդ 22 պետությունից որևէ մեկը ասեց, որ $1 միլիարդ պատրաստ է տա։ Ռուսներն էլ ասին պատրաստ ենք, եթե հանեք, ապասառեցնեք, բայց հենց ապասառեցնեք, մենք այն $100 միլիարդներն ենք հետ ուզելու, որ ասենք, բայց այդ դեպքում ինչ չեք տալիս։ Այսինքն նույնիսկ այս պարագայում իր աշխատակազմի ղեկավարի տեղակալն ասում է, մենք կորոշենք այդ փողը կտանք թե չէ։ Սա նաև ցույց է տալիս նա, որ նույնիսկ Ռուսաստանը, որ այսօր կախում ունի Դոնալդ Տրամպից, Ռուսաստանը այսօր խաղաղության հետ կապված ստանալիք ունի։ Ռուսաստանն այսօր անգամ չի ցանկանում այդ անլուրջ ծրագրին ուղիղ մասնակցություն ունենա։ Դրա համար դա պետք է մտածել, երբ որ Հայաստանից ասենք հերթական անգամ հիշեցնեն, որ ասում են Նիկոլ Փաշինյանի ճարն ինչ էր որ չմիանար։ Հա, ճարը էր որ չէր կարա չմիանար, դա եք ուզում ասեք։ Բայց դեպքում ինչի եք ոգևորված, որ տեսեք ինչ մեծ հաջողություն ունենա։ Եթե անճար միանում ես, դա հաջողություն է։ Կորեսուս մնացեք, անցնի գնալ է։ Իդեպ մի քանի ղեկավարներ, որ հայտարարություն արին, որ չեն միանում դրան, շատերը սպասում են, Գերմանիայից էլ հայտարարություններ եղավ, որ չեն միանա Դոնալդ Տրամպի խաղաղության խորհրդին, բայց Ֆրիդրիխ Մերցի հայտարարությանը ամեն դեպքում սպասում էին, էլի, որպեսզի կանցլերը իր հայտարարությունն աներ, ոչ թե մենակ ուղղակի այնտեղից դժգոհություններ հնչեց։ Դրա համար Ֆրիդրիխ Մերցն էր Գերմանիայի կանցլերը, ասել էր, որ հայտարարել է, որ բաց է Միացյալ Նահանգների հետ նոր երկխոսության համար, սակայն հավելել է, որ չի միանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպի խաղաղության խորհրդին, որը նրա ներկայիս ձևաչափով։ Ի նկատի ունի, թե գազային վերաբերվող էր, հա կարող է մտածեինք, որ բայց դու գազայի մասին չես անում, դու մեզ ամբողջ երկրում դա այլընտրանք դարձնես ՄԱԿ-ի հետ կապված, որ ակնհայտորեն պարզ է, որ դա անլուրջ ձեռնարկ է։ Այս մերժումը Գերմանիային ներառում է ԱՄՆ-ի ավանդական դաշնակիցների ցանկում, որոնք հայտարարել են, որ չեն միանա խորհրդին, այդ թվում Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, Իսպանիան եւ Բելգիան։
Բելգիան էլ կանգնեց ասեց Ջորջան խառնել եք այնքան վռած գրել եք Բելարուսի տեղը Բելգիա եք գրել դա էլ մի խայտարակություն է էլի իդեպ վերջերս որ դες կոշտ ձևով Դոնալդ Տրամպը քննադատեց Եվրոպային պատասխանը շատ կոշտ ձևով Իտալիայի վարչապետ Ջորջո Մելոնին տվեց ես դա ձեզ ներկայացրել եմ տեղը դնելով Դոնալդ Տրամպին բայց այնուամենայնիվ Դոնալդ Տրամպը մի հատ դիմել է Մելոնին որ ամեն դեպքում միացել է խաղաղության խորհրդին դե գոնե մի լուրջ երկիր այդ անլուրջ ծրագրին միանա էլի Եվրոպայից Եվ ԱՄՆ խնդրել է Իտալիային միանալ Գազայի համար նախատեսված միջազգային կայունացման ուժերին որպես հիմնադիր անդամ։ Դիվանագետներն առաջարկ են արել Իտալիայի վարչապետ Ջորջո Մելոնիի գրասենյակին եւ արտաքին գործերի նախարարությանը։ Միանալու որոշումը հիմա Մելոնիից է կախված։ Խնդիրը որն է, գոնե Դոնալդ Տրամպի ադմինիստրացիան, լայել չեմ ասում ես դիվանագետները, պետք է գոնե մի հասարակ բան իմանային, Իտալիայի սահմանադրությունը վերցնեին կարդային։ Իտալիայի սահմանադրության մեջ որևէ մեկին չի պատվիրակվում միանալ մի միջազգային կազմակերպության, որտեղ Իտալիան հավասարազոր անդամ չի։ Այսինքն Իտալիան ղազագիր չի ստորագրում։ Չես կարող դու գնալ միջազգային կառույց ստեղծես, ի սկզբանե որոշելով, որ դու ենթակա ես մեկ ուրիշը ղեկավարը, որը մենք ներկայացնում ենք Հայաստանը որպես մեծ ձեռքբերում։ Այսինքն նույնիսկ եթե Ջորջո Մելոնին ասի Դոնալդ Ֆրեդերիկովիչ ջան, խաթրդ շատ է, ինքը դա չի կարող անել։ Գոնե իմանայիք խայտարակ չլեիք, Կանադայի նման գրեիք, հետո դիմումը հետ վերցնեիք, հրավերը հետ վերցնեիք։ Եվ հիմա էլ տեսնում եք, չէ՞, այդ մի քանի օր առաջվա տեղի ունեցած այդ միջոցառումը, որ տենց լավ շքեղ ձևով Դավոսում ստորագրեցին, դրանից հետո որևէ ուրիշ որևէ մեկը հայտարարել որ միանում է դրան։ Նայեցին տեսան անլուրջ բան է, ինչ հայտարարեն, որ միանում են։ Բայց ինչի նորություններ չունենք։ Ինչի գլուխները ջարդելով չեն գալի միանում։ Չէ որ դա բաց է, չէ միացողների համար։ Այս ուղղակի նրա համար, որ տենց գեղեցիկ ձևով ներկայացնում են իմանաք, թե արդյունքում դրա տակ ինչ կա։ Բրիտանական կառավարության մամուլի ծառայությունը հայտնում է, Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը զրուցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի հետ։ Իդեպ մի քանի օր առաջ Կիր Սթարմերն ու Դոնալդ Տրամփը զրուցել են եւ տարածվել էր, որ բավական կոշտ խոսակցություն էր եղել, Կիր Սթարմերը տեղին ներկայացրել էր Դոնալդ Տրամփին, թե ինչ է անում Գրենլանդիայի հետ կապված կամ մաքսատուրքերի հետ կապված, դրա մասին խոսել ենք մենք։ Հիմա սա երկրորդ զանգն էր, որը համեմատաբար ոնց որ այսպես ասած իրավիճակը մեղմելու, որտեղ ի վերջո բարեկամ պետություններ են։ Վարչապետը հիմա էսա ներկայացնում է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը, չէ՞։ Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել քաջ եւ հերոսական բրիտանացի եւ ամերիկացի զինվորներին, որոնք կռվել են կողքի Աֆղանստանում, որոնցից շատերը չեն վերադարձել տուն։ Մենք երբեք չպետք է մոռանանք նրանց ազնազոհությունը, ասել է Սթարմերը, որտեղ շատ անհարգալից էր խոսել Դոնալդ Տրամփը, թե ինչ է կռվե կամ ով էր ձեզ խնդրել եւ այլ Աֆղանստանում պատերազմի հետ կապված իրականում իր դաշնակիցներն եկել իր կողքը կանգնել էին եւ ոչ միայն այս դաշնակիցը նաեւ Ֆրանսիան էլ դրան անդրադարձել սրա մասին էլ հիմա կասեմ, քանի որ Ուկրաինան ապրում է պատերազմի 4-րդ տարին Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո առաջնորդները համաձայնել են, որ անհրաժեշտ է առաջընթաց ապահովել կայուն հրադադարի ուղղությամբ։ Մինչ դիվանագիտական ջանքերը շարունակվում են, վարչապետը հաստատել է, որ միջազգային գործընկերները պետք է շարունակեն աջակցել Ուկրաինային Պուտինի բարբարոսական հարձակումներից պաշտպանվելու գործում։ Այսինքն Կիր Սթարմերը ընդգծված ձևով առաջատանում Ուկրաինայի շահերը։ Առաջնորդները անդրադարձել են Մեծ Բրիտանիայի ԱՄՆ-ի հարաբերությունների կարևորությանը, որոնք շարունակում են դիմանալ ժամանակի փորձությանը։ Կողմերը պայմանավորվել են մոտ ժամանակում հանդես գալ հայտարարությամբ։ Հայտարարել է Դաունինգ Սթրիթից։ Դաունինգ Սթրիթը, Դաունինգ Սթրիթ 10 վարչապետի գրասենյակն է։
Ֆրանսիային էլ կարդամ նոր նաև ասեմ այդ Աֆղանստանի հետ կապվածը։ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ալիստ Ռուֆոն հայտարարել է. Միացյալ Նահանգները չի դրսևորում վարքագիծ, որը հարիր է նույն ռազմական դաշինքի անդամ դաշնակցին, երբ հավակնում է դաշինքի մեկ այլ անդամի տարածքին, թե դա Գրենլանդիան նկատի ունի, կամ նվազեցնում ՆԱՏՕ-ի անդամների դերը Աֆղանստանում ռազմական գործողություններում։ Իրոք, Թրամփը Գրենլանդիայի հարցում չի գործել որպես դաշնակից։ Աֆղանստանում մեր զոհերի մասին տեղեկատվությունը ժխտելը նույնպես դաշնակցի վարքագիծ չէր, ասել է նախարար Ռուֆոն։ Հիմա տեսակ, նույն հարցին արձագանքում են եւ Մեծ Բրիտանիայից եւ Ֆրանսիայից։ Իսկ իրականում ինչ է տեղի ունեցել։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին, երբ որ հարձակում եղավ ահաբեկչական հարձակում Միացյալ Նահանգների վրա, հիմնական հարձակումը Նյու Յորքի բիզնես կենտրոնների շենքերին, որից հետո ինչ տեղի ունեցավ, Ամերիկայի Միացյալ Նահանգների այդ ժամանակվա նախագահն էր 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը, որը որ հայտարարեց, որ այո, պետքա պատժենք Ուսամա Բեն Լադենին, թիվ 1 ահաբեկչին, Ալ-Քաիդայի էմիրին, այտենց մի հատ իր համար կառույց էր ստեղծել, չէ։ Եվ քանի որ Աֆղանստանը չհամաձայնվեց նրան հանձնել, իսկ նրան գտնելը այդքան հեշտ չէր Հինդուկուշի լեռներում, բնական է պատերազմը որպես հիմնավոր պատճառ հանդես եկավ դա, որ իրանք սկսեցին պատերազմը Աֆղանստանի դեմ 2001 թվականին, որը տևեց 20 տարի։ Բայց հարց Ուսամա Բեն Լադենը 2011 թվականին սպանեցիք, բայց պատերազմը շարունակվեց մինչև 21 թվական։ 21 թվականին պարտվելուց հետո Ամերիկան խայտառակ դուրս եկավ ընդեղից։ Թալիբանները իշխանությունը ամբողջությամբ վերցրեցին, բայց հարց 2011 թվականին արդեն Ջորջ Բուշ կրտսերը չէր նախագահ։ Արդեն Ամերիկայի 44-րդ նախագահն էր Բարակ Օբաման, որը հանձնարարություն տվեց սպանել Պակիստանի տարածքում գտնվող Ուսամա Բեն Լադենին։ Պակիստանի, ոչ թե Աֆղանստան։ Բայց նույնիսկ դրանից հետո պատերազմը 10 տարի դեռ շարունակվեց։ Իսկ այդ ընթացքում պետք էր այդ պատերազմը հիմնավորել, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնակիցները գնացել են ու կողքը կանգնել են։ Մենակ Ֆրանսիան չէր, մենակ Մեծ Բրիտանիան չէր, նաև Կանադան էր, որի հետ շատ անհարգալից է խոսում Դոնալդ Թրամփը։ Այդ մարդիկ իրանց ժողովրդին բացատրել են, որ պետք է գնանք մեր դաշնակցի կողքը կանգնենք, որպեսզի տպավորություն չլինի, որ Ամերիկան մտածածին պատճառով մտել է Աֆղանստան։ Այն դեպքում, երբ որ ՆԱՏՕ-ի 5-րդ կետը չէր գործում, ՆԱՏՕ-ի 5-րդ կետը դա պաշտպանական կետ է։ Եթե հարձակվում են ՆԱՏՕ-ի անդամ պետության վրա, դա նշանակում է հարձակվել են ամբողջ կառույցի վրա, կառույցը պետք է արձագանքի, բայց եթե ՆԱՏՕ-ի անդամ պետությունն է հարձակվում մեկի վրա, որևէ պարտավորվածություն դաշնակիցները չունեն, բայց դաշնակիցները բարոյական պարտավորություն իրանց վրա վերցրեցին, գնալ կանգնել Ամերիկայի Միացյալ Նահանգների զորքերի կողքը, զոհեր տալ եւ իրանց քաղաքացիներին, իրանց հարկատուներին բացատրել, որ բա մեր դաշնակիցը պատերազմի մեջ է, մենք ոնց կարանք նրա կողքը չելնենք։ 20 տարի նրանք կանգնած էին Ամերիկայի կողքին։ Ու այդ ձևի անհարգալից այդ մարդկանց մասին խոսելը, կարծում եմ, առնվազն կոռեկտ չի։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ հանդիպումից հետո հայտարարել է. Լիտվան կօգնի Ուկրաինայի քաղաքներին եւ համայնքներին, նվիրաբերելով մոտ 100 գեներատոր։ Հա, իդեպ ինչի համար է, ես այդ օրինակը որ բերեցի նաեւ որ Իրար Կերան Բյուզանդյան եւ ինչ եղավ, այդ նույնը հիմա Եվրոպան ու Ամերիկան որ իրար ուտեն, արդյունքում ով է շահելու։ Երեք թուրքն է շահել, այսօր գա չինացին շահի։ Ընդ որ ուզեմ ասեմ պատմությունը կրկնվում է, եթե պատմության դասերը չգիտես։ Հա, 100 գեներատոր լիտվացիք տվել են։ Մենք քննարկեցինք ռազմական համագործակցությունը, համատեղ պաշտպանության նախագծերը եւ Լիտվայի առաջարկը Վիլնյուսում զենքի արտահանման հարթակ բացելու։ Փուրլ նախաձեռնության աջակցության, այդ փուրլը ոնց որ Ամերիկայի եւ ՆԱՏՕ-ի նախաձեռնություն էր, որով պետք է Ուկրաինայի ռազմական աջակցություն ցուցաբերեն, եւ SAFE ծրագրի շրջանակներում համագործակցության համար է SAFE-ն էլ ծրագիրը ոնց որ խոշոր ընկերությունների իրար հետ
փոխկապակցված նորմալ աշխատելու ոնց որ այս կարգի ծրագիրը։ Նպատակը փաստորեն տեսակ է, ավելի լայն համագործակցություն էր, բայց նշվում է, որ այսօր հարվածները, որ ուտում է Ուկրաինան, 100 գեներատոր Լիտվան տվել է։ Իդեպ օրերս Հայաստանն էլ այն 17 պետությունների ցանկում էր, որոնք որ օգնել էին գեներատորներով Ուկրաինային, 10 գեներատոր են տվել, բայց ասեմ, ստեղ հարցը դա չի, որ նրանք 10 են տվել, մեկ ուրիշը 100 մերոնք։ Հարցը նա է, որ այդ 10-ը արդեն որակա, դա քանակ չի։ Մի հատ էլ եթե տային, դա որակա քանակ չի, որովհետև դու ի վերջո եթե խոսում ես բալանսավորված քաղաքականության մասին, առնվազն է, որ դու Ուկրաինայի հետ կապված տարական աջակցություն չցուցաբերես, այն էլ հումանիտար, չենք ասում ռազմական կամ եւ այլ եւ այլ։ Դա որևէ ձևով չի արդարացվում։ Բարեբախտաբար գոնե այդ 10 գեներատորը նրանք հաշվետվության ժամանակ ուկրաինացիք իդեպ բավական շնորհակալ են ելնում ցանկացածին, որը քայլ է անում։ Եվ հատուկ ընդգծված ասում են, այս երկրները մեզ աջակցել են, նաև Հայաստանն էլ է աջակցել, տվել է 10 գեներատոր, որի համար շնորհակալ են։ Կապ չունի ուրիշները միլիարդներ կտան, տասնյակ միլիարդներ կտան։ Եթե դու մի բան արել ես, այդ մարդիկ շնորհակալությունը հայտնում են։ Ու իլուր ամբողջ աշխարհի հայտարարում, որ Հայաստանն էլ է այդ ծրագրին միացել։ Այնպես որ ուզում եմ ասեմ, որ սա ուղղակի անհրաժեշտություն է։ Մենակ թեկուզ այդ կարգի դեպքից դեպք արածնել էլի մեծ գնահատականի արժանում։ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության մեջ կիրառվող մեթոդները ոչ միշտ են համապատասխանում բազմաբևեռ աշխարհի ձևավորման վերաբերյալ Ռուսաստանի որդեգրած ուղեգծին։ Թրամփը այնուամենայնիվ կողմնակից է հարցերը լուծել ռուսերեն ասած ծնկի բերելով։ Նա խոսում է ուժի միջոցով հարցերի լուծման մասին, իսկ մեր լեզվով դա նշանակում է ստիպել խոնարհվել։ Իսկ նրանք, ովքեր խոնարհվում են, հետո էլ շարունակելու են խոնարհվել։ Գլխավորը դա մեզ հետ չանելն է։ Իդեպ այս Ռուսաստանն ասում է Տրամփի քաղաքականությունը ո՞րն է, բոլորին ցանկանում է ծնկի բերի։ Իսկ Հայաստանում որոշ միամիտներ ասում են, տեսակ ոնց Նիկոլ Փաշինյանը գնաց Տրամփի մոտ, ստիպեց, որ այդ Ալիևին բերեն Տրամփի դուռը եւ Ալիևին ստիպեն։ Ժորժ ջան, մանկապարտեզի տարիքից ո՞ր տարիքից են դուրս գալիս, էլի ես ուզում եմ իմանամ։ Ո՞ր տարիքն է ձեր համար տարիք, ում համար եք այդ մանկապարտեզի հեքիաթները պատմում։ Դե տեսնում եք Դոնալդ Տրամփը ոնց հավարվում Կանադայի, Եվրոպայի, Լատինական Ամերիկայի երկրների, Ռուսաստանի, մյուսի, Իրանի, բա Նիկոլ Փաշինյանը հարցերը նենց լուծեց, լավ եք էլի ժողովուրդ ջան, տեսնում եք էլի ինչա կատարվում։ Պեսկովը հավելել է, որ այսօր աշխարհը կտրուկ փոխվել է եւ շարունակում է իր փոփոխությունների հետագիծը։ Եվրոպացի քաղաքական գործիչների ներկայիս աղքատացած սենունդն անկարող է արդյունավետորեն հակադրվել Թրամփի վճռական եւ կոշտ ոճին։ Թրամփը փորձառու քաղաքական գործիչ է, որի մոտեցումները հիմնված են բիզնեսի կոշտ եւ անողոք սկզբունքների վրա, եւ ընդգծել է, որ ԱՄՆ-ի Եվրոպայի միջև ստեղծված իրավիճակը Եվրոպայում տարիներ շարունակ տիրող երեսպաշտության արդյունքն է։ Այն որ Եվրոպան կարողանում է նաև Դոնալդ Տրամփին ասել իր ծրագրերը փոխի, այդ լավա Պեսկովը գոնե նկատել է։ Այսինքն իր նման տված գնահատականը առնվազն լուրջ չի։ Եվրոպայի հետ կապված տենց անհարգալից խոսում եք, բայց առավոտից իրիկու խնդրում եք Տրամփին, որ ճնշի Եվրոպային, որ Ուկրաինայի ձեր ուզածը վերցնեք ու չեք կարողանում, որտեվ չեք կարողանում։ Էլի նորից հարկներով չեք մնում, էլի նորից չեք տեսնում, որ ինչքան Եվրոպային ճնշում եք, այնքան միասնական են դառնում։ Ազդեցիկ խաղացողները եթե նույնիսկ միանան, դա շատ ծանրակշիռ միություն է, որի առաջ անգամ զիջում է Դոնալդ Տրամփը, չեք կարող այդ ամեն ինչը հասկանաք։ Բայց նաև խոսում է նրա մասին, որ սա բիզնեսմենի ոճի քայլերը, որը որ անում է Դոնալդ Տրամփը, այդ գիտենք էլի, բայց պաշտոնապես հայտարար ռուսական պաշտոնական կարծիք։ Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա փետրվարի 1-ին Աբու Դաբիում։ Ամերիկացի պաշտոնյաներն Աբու Դաբիում Ուկրաինայի շուրջ բանակցությունները անվանել են արդյունավետ, եւ Պուտինը եւ Զելենսկին համաձայնել են եռակողմ բանակցությունների, ինչը ցույց է տալիս, որ նրանք հավատում են, որ կարելի է առաջընթացի հասնել։ Բայց դա այդքան էլ այդպես չի, որ այս փուլում առաջընթաց ունեն, առաջընթաց համարում են գոնե որ պատրաստ են նորից քննարկել որոշ հարցերի ուղղությամբ, ի վերջո փորձել են համաձայնության գալ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է. «Ես մեծապես կարևորում եմ պատերազմի ավարտի եւ անվտանգության պահպանման գործընթացի նկատմամբ ամերիկյան վերահսկողության անհրաժեշտությունը։ Եթե պատրաստ լինենք առաջ շարժվել, իսկ Ուկրաինան պատրաստ է,
Մյուս հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ, գրել է Զելենսկին, դե ինչի մասին, որ մենք խոսում էինք։ Բայց տեսեք, անմիջապես դրանից հետո բաները չէ կատարվել, որ հիմա քննարկում են, բայց անմիջապես դրանից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով Ուկրաինայի տարածքային վեճի վերաբերյալ Անկորիջի բանաձևի իրականացումը կապահովի կարգավորման գործընթացի արագ առաջընթացը։ Նորից փաստորեն ինքը խոսում է ինչի մասին, որ այն ինչ որ օգոստոսի 15-ին անցյալ տարի Ալյասկայում պայմանավորվել են Անկորիջում, այն պարտավորությունները, որ Դոնալդ Տրամպը ոգևորված վերցրեց, որ պարտավորվում է Պուտինի ասածները անի, հետո հասկացա, որ չի ստացվելու, չի կարողանալու անի, ուրիշ խնդիրներ է ունենալու, այս պարագայում արդյունքում հիմա նորից Ռուսաստանը գնացել է բանակցության բաներ են պայմանավորում կետ առ կետ Ամերիկայի միջնորդությամբ, դեռ ասում Ամերիկա դու ինձ բան ես խոստացրել, դու պետք է դա անես։ Դե սա արդեն անհարգալից վերաբերմունքից շատ ավելի վատ է, էլի Ռուսաստանի կողմից Ամերիկայի նախագահի հանդեպ։ Երբ դա տեղի ունենա, հնարավոր կլինի ապահովել արագ առաջընթաց, ասել է Պեսկովը։ Իդեպ մի բան էլ ուղղակի նայենք, սա մի օր առաջ էր ուղղակի Ռուսաստանի ֆինանսների փոխնախարար Վլադիմիր Կոլիչևը հայտարարել է, որ չի կարծում, որ երկիրը ցարական պարտքերի վճարման պարտավորություններ ունի, Խորհրդային միությունը չէր կարծում, որ պետք է վճարել, իսկ Ռուսաստանի Դաշնությունը առավել ևս արձագանքել է փոխնախարարը։ Սա մի անգամ մեզ անդրադարձել են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների բանկը դիմել է ասել է մեզ պարտք եք այդ փողերը տվեք, տոկոսներով հաշված, տուգանքներով հաշված, հսկայական միջոցներ 200 քանի միլիարդ դոլարին հասած, բայց հիմա Ռուսաստանը երբ որ կանգնում եւ ընդգծված ձևով հայտարարում, որ ես չեմ ճանաչում ցարական Ռուսաստանի պարտքերը, այսինքն փողերը չեմ ճանաչում, բայց հողերը ճանաչում եմ։ Դες ոնց հալնում ժողովուրդ ջան։ Եթե դու փողերը չես ճանաչում, պարտավորությունները չես ճանաչում, սա հատկապես այդքան չենք մտածում, թե մի այդ փողերը ամերիկացիք այդ փողերը կստանան, թե չեն ստանա, կամ ռուսները պարտավորությունը կվերցնեն, թե չէ։ Սա հերթական անգամ վերաբերում է մեր հայրենակիցներին, ովքեր կանգնում ասում են, հա բա դե սա Ռուսաստանի տարածք էր, բա ինչ է ուզում լինի։ Ռուսաստանի տարածք է, ցարական Ռուսաստանը չի վերացել։ Ցարական Ռուսաստանը վերանալուց հետո հաջորդ իշխանությունը չի ճանաչում նրա պարտավորությունները, բայց որ իրավունքներ եք դուք պաշտպանում։ Այսինքն իրանք հասկանում են, որ իրանք այդ իրավունքը չունեն։ Հայաստանի քաղաքացին ինչի է Ռուսաստանի իրավունքը պաշտպանում, Հայաստանը գրավելու։ Ժողովուրդ ջան, մարդիկ պարզ հայտարարում են, լսեք էլի։ Իդեպ նաև Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, Ռուսաստանը պնդում է Նիկոլաս Մադուրոյի ազատ արձակման վրա, որը գերի է վերցվել Վենեսուելայից, տեղափոխվել է ԱՄՆ։ Այսինքն իրանք շարունակում են պնդել, որ իրանք Մադուրոյին տեր են։ Այն որ Մադուրոյին չկարողացան տեր կանգնել, այդ պարզ է։ Շատերը այնքան են մտածում, որ Ռուսաստանը այդ չափի ապաշնոր չէր կարող լինել, կաչկա ինքը հանձնել է Մադուրոյին։ Ժողովուրդ ջան, ապաշնորը հաշտվեք այդ մտքի հետ։ Ինքը չէր կարող պաշտպանել։ Եվ հիմա դրանից հետո գոնե ուզում ցույց տա իբր թե դեմքը փրկի։ Ես Ամերիկայից այնուամենայնիվ պահանջում եմ, որ Մադուրոյին վերադարձնեն։ Ամերիկան ընդհանրապես բանի տեղ չի դնում քո հայտարարությունը, բայց դա ասելով ինչ խնդիր ես լուծում։ Ուզում ցույց տաս, որ դու անհամաձայնություն ես կամ եթե չէ քո գործընկերներին տեր ես։ Իդեպ տեսնում եք աշխարհը ինչքան է խառը, նաև որ ամեն օր խոսքը գնում է նրա մասին, որ Իրանում կարող է պայթյունավտանգ իրավիճակ լինի, տեսնում եք աշխարհը բոլոր խառնված է, ու այնպես չի, որ Հայաստանի վարչապետը ինքը անգործ նստած է ժողովուրդ ջան, մարդը լուրջ ձևով աշխատանք է տանում, այս կիրակի հերթական անգամ ինքը այցելել էր Սուրբ եւ ինչ տեսանյութեր ներկայացրել Սուրբ եւ անմահ պատարագ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում, իհարկե այն ինչ որ իրան կազմակերպում են, հասկանում եք, որ կոռումպացված մարդկանցով դու սուրբ տաճար մտնելով դու չես սրբացնում կամ էլ թե չէ օրինականություն չես հաստատում։ Այնա կանգնածներից տեսնում ենք ինչա կատարում կամ վարչական ռեսուրս օգտագործելով։ Դա չի տարբերակը, որ դա արժեզրկում է այդ քայլերը, բայց որպեսզի արդարացնի, որ ինքը իսկապես հավատում է, իր տեսանյութի մեջ անպայման երևում է, որ պաչմա ու չոքում է, ժողովուրդ ջան։ Այդ ուղղակի այս ամբողջ իր արարողության ամբողջ իմաստը նա է։
ում բռնենք, պաչենք ում առաջ, պետքա չոքենք։ Ժողովուրդ ջան, գիտենք, գիտենք, հասկանում ենք, որ փորձած բան է, որ եթե որևէ մեկը չգիտեր ոնց է Նիկոլ Փաշինյանը տարբեր դրսի ուժեղների առաջ չոքում, հիմա ձևը արտաքինով այնա տեսնում են ու հասկանում են ինչա կատարում։ Բայց դա այս պահի դրությամբ մեզ համար խայտառակություն է, ժողովուրդ ջան։ Որովհետև տեսեք լա աշխարհում ինչ է կատարում, տեսեք բերերքի առաջ ինչ խնդիրներ է դրած, առավոտից իրիկ ու դրած իրանց գովազդում են, թե էս են կարել, են կարել եւ առավոտից իրիկ ու լասանած օրակարգը տեսեք ինչ է։ Կիրակի օրով տեսեք աշխարհի օրակարգը ինչ է, Հայաստանի օրակարգը ինչ է։ Մի բան եթե հասցնեմ միատարակ նայեմ 2015 թվականին Facebook-ը մի բան հիշացրեց, որովհետև այս կարգի հարցեր մեր առաջ էլ է այսօր ծագում էլի, հասկանանք ինչից եկանք հասանք այսօրվան եւ ոնց եղավ։ Եթե գոնե մենք ենք մոռանում, գոնե Facebook-ն է հիշացնում։ Սերժ Սարգսյանը գրգռել է Ալիևի ախորժակը։ Եթե Սերժ Սարգսյանի պաշտոնավարման առաջին ժամկետում հասարակության մեջ ողջ օրվա ընթացքում տագնապ կար մեր երկրի ներկա ու ապագայի հանդեպ, ու մարդիկ փորձում էին ուղիներ որոնել իրենց ընտանիքները վերջին բոլշևիկի ապահով Հայաստանից փրկելու ու աշխարհի որևէ ապահով երկիր տեղափոխելու համար, ապա Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ փուլում ավելի առաջ գնացինք։ Հիմա ոչ միայն օրվա ընթացքում, այլ ամեն օր տագնապով ենք արթնանում, քնից տեսնես սահմանում գիշերը խաղաղ էր, մեր զավակները ողջ են, թե դարձյալ կորուստներ ունենք։ Այսինչ պատահեց տարածաշրջանի ամենամարտունակ բանակին, ուր կորավ հաղթողի բարոյահոգեբանական մթնոլորտը, որի արդյունքում Արցախյան պատերազմում Ադրբեջանը բոլոր առումներով առավելություն ուներ, բայց հաղթեցինք նրան։ Ու այնպես ինչպես այս տարիներին արժեզրկեցինք մեր հաղթանակը, տանուլ տվեցինք խաղաղությունը, ոչ մի թշնամու մտքով չէր անցնի, որ հնարավոր կլիներ նման արդյունքի հասնել։ Սա 15 թվականի հունվարն է, ժողովուրդ ջան։ Ադրբեջանը դաս քաղելով իր պարտությունից այժմ հետևողականորեն նախապատրաստվում է պատերազմի, զինվում մարտական պատրաստություն անցնում, աշխարհի ուժի կենտրոնների հետ հարաբերությունները բարելավել, որպեսզի վաղը մյուս օրը չմեղադրեն իր հարձակման համար։ Խանգարող հանգամանք էր մնացել իրենց երկրի ոչ բարվոք բարոյահոգեբանական մթնոլորտը, որի հարցում ցավոք մենք տվեցինք իրենց անցանք, քանի որ այդ առումով մեզանում ավելի վատթար վիճակ է։ Մեկ էլ Ադրբեջանին մնում էր իրենց զինվորների վախը հաղթահարել, որի հարցում էլ մեր իշխանությունները նրանց լրջորեն օգնեցին։ Եթե հաղթանակած բանակի ազատամարտիկների մեծ մասին փողով դարձրին Սերժ Սարգսյանի հլուանազանդ կամակատար, անհնազանդներից ոմանք հողի տակ հայտնվեցին, մյուս մասը երկրից տարբեր պատճառներով արտաքսվեցին, մի մասը բանտում է, որոշ անհնազանդներ էլ իշխանությունները ծեծեցին։ Ադրբեջանին սրանից լավ էլ ինչ նվեր մատուցեին մեր իշխանությունները։ Թշնամին այս ամենը ներկայացնում է իր զինվորներին, թե սրանցից եք խուճապահար փախել, հլա սրանց ազատամարտիկների վիճակը նայեք։ Այդ ինչպես եղավ, որ ամեն օր ադրբեջանցիները դիվերսիոն փորձեր են կատարում, կորուստներ կրում, հետ շպրտվում, բայց դարձյալ պոզերը տնկած կրկնում են իրենց փորձերը, գնալով ավելի լայնամասշտաբ հարձակման։ Ուրեմն նրանք այլևս չեն վախենում, ու դրա մեղավորը մենք ենք, ոչ թե մի քանի տարում ազգի մենթալիտետը, թե չէ մի քանի տարում ազգի մենթալիտետը չի փոխվում։ Ու հաստատ ադրբեջանցին այդ նույն փախչողն է, ուղղակի մեզ մոտ է բարդակ։ Եվ մի քիչ երկար ամբողջը չկարդամ, ուղղակի հիշեցա դա ասեմ, որ այս մթնոլորտից ենք եկել հասել։ Նրանք ովքեր այսօր մեծ խոսում են, թե ինչի ենք այս վիճակում, գոնե դուք ծպտուն մի հանեք, էլի, թե չէ գոնե եթե մենք չհիշենք, Ցուկերբերգը մեզ կհիշացնի, որ Սերժ Սարգսյանի ժամանակ ինչից եկանք հասանք այսօրվան։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտենյանի YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։